Օրեր առաջ սիրված դերասան Հայկ Աֆրիկյանը հյուրընկալվել էր «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կյանքի ուղիներով» հաղորդմանը, որի շրջանակներում խոսել էր ամուսնալուծության և նոր սիրո մասին: «Իմ սրտում կա նոր մարդ, բայց դեռ չեմ ուզում դրա մասին խոսել, ճիշտ է դեռ ամուսնացած չեմ, բայց չակերտները հետո կբացեմ: Կար ժամանակ, երբ ինձ համար սերը վախենալու մի բան էր, որովհետև ամուսնալուծվելուց որոշ ժամանակ անց իմ կյանքում կար սեր, բայց որ դա էլ չստացվեց, ես հասկացա, որ էլ սիրել պետք չէ: Մտածում էի դա ինձ համար չէ, երբ մենք սիրում ենք, ավելի ինքնավստահ ենք դառնում, սերը շատ ուժեղ բան է: Այսօր սերը պակասում է ոչ միայն աղջիկ-տղա հարաբերություններում, այլ ընդհանրապես աշխարհում: Սիրո պակասից է, որ մարդիկ չարությամբ են լցվել: Քայլ անելուց առաջ մտածում եմ Աստծուն դուր կգա, թե ոչ, ոչ թե տվյալ անձին դուր կգա կամ դուր չի գա», ասել էր դերասանը: Նշենք, որ Հայկ Աֆրիկյանը ծնվել է 1983 թվականի մարտի 2-ին, հայրը Բայազետից է, մայրը Կարսից: 1990 թվականին սովորել է Երևանի Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում: 1992 թվականին տեղափոխվելով թիվ 11 դպրոց, 2000 թվականին ավարտում է ուսումը: 2000 թվականին ընդունվում է Վավիկ Վարդանյանի անվան թատրոնի և կինոյի պետական համալսարան դրամ թատրոնի ռեժիսուրաբաժինը: 2003 թվականին ուսման ընթացքում հրավեր է ստանում Մոսկվայից աշխատելու որպես մոդել: Ամիսներ անց վերադառնում է Երևան և նույն թվականին մասնակցելով «Սուպեր մոդել Հայաստան» մրցույթին զբաղեցնում է առաջին պատվավոր տեղը: Ուսման առաջին իսկ կուրսից մասնակցում է մի շարք նկարահանումների, այնուհետև հրավիրվում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն աշխատելու որպես դերասան: 2005 թվականին ավարտում է ԲՈՒՀ-ը: 2007 թվականին Կալիֆորնիա նահանգում առաջին թողարկվելուց հետո խումբը փակվում է: Դասավանդում է դերասանի վարպետություն, ռեժիսուրա և բեմական խոսք: Նկարահանվել է ինչպես ֆիլմերում, այնպես էլ հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Արարատի լեգենդները», «Ճակատագրի գերիները», «Ընկերներ», «Որբեր», «Դիմակահանդես», «Անուրջներ», «Անցյալի ստվերներ», «Լսում ես ինչ ճակատագիր»: Դերասանը խոսելով էկրանային պասիվության մասին տարիներ առաջ ասել է, որ դա ունի մի քանի պատճառներ: Առաջնային պատճառներից մեկն այն է, որ զբաղված եմ իմ դերասանական ստուդիայի աշխատանքներով, որտեղ նաև դասավանդում եմ: Չեմ թաքցնի, երեխաները գրավել են ողջ ուշադրությունս, որոնց հետ շփվում ենք թե պրոֆեսիոնալ, թե ընկերական եզրերով: Բացի այս, ցավով պետք է նշեմ, որ այսօրվա սերիալները չեն փայլում իրենց որակով և դա մեծամասամբ արդյունքն է նրա, որ նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ ու դերասանական արվեստից հեռու մարդիկ: Այսօր շատերը չեն ուզում սովորեն, ուզում են միանգամից հայտնի դառնան, ինչը հաստատ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ որևէ կապ չունի: Ես հարգում եմ իմ աշխատանքն ու ինքս ինձ և փորձում եմ գնահատել գործս ու իմ ընտրած արվեստը: Ցավոք, այսօր մարդիկ արվեստին առօրյա, կենցաղային աչքերով են նայում, բայց չէ որ արվեստը շատ ավելիին է արժանի, նշել է դերասանը: Հարցին, թե նրա համար առաջարկներ ստանալիս ինչ դեր ունի ֆինանսական կողմը, դերասանը պատասխանել է. «Իհարկե դա շատ կարևոր հարց է, ցավոք այսօր կան մարդկանց մի խումբ, ովքեր պատրաստ են անվճար կամ շատ չնչին գումարով նկարահանվել, բայց այդպես դերասանի դերն աշխատանքում ցածրանում է: Իհարկե հարցը բնավ գումարը չէ, գումարով չի չափվում դերասանի գինը, բայց և դերասան ասվածի արժեքը չպետք է ցածրացվի: Այնպես չէ, որ ես շատ թանկ վարձատրվող դերասան եմ, ինքս ինձ չեմ գերագնահատում կամ վեր դասում: Պարզապես այս հարցի շուրջ կարծում եմ շատ դերասաններ ինձ հետ կհամաձայնեն: Լավագույն դերերի մասին եք երազում: Առհասարակ երազելի դերեր կան դերասանների համար, բայց հիմա ոչ թե երազում եմ, այլ սպասում, թե երբ կվերանան այս էժանագին, մանր-մունր դերասաններն, ովքեր խոսել չգիտեն, ունեն բերանի ապարատի թերություններ, միմիկաներ չունեն, իրենց խոսքով փողոցի ժարգոնից չեն տարբերվում և էժանագին դերասանական պահվածք ունեն: Հայկ, հրավերներ չկան, թե դուք եք դրանց մերժում: Իմ պարագայում երկու տարբերակն էլ գործում է: Ես իմ մասին բարձր կարծիք չունեմ, բայց նաև ես սիրում եմ գնահատել այն ինչ ունեմ: Այսօրվա բացակայությանս հիմքում պատճառները մի քանիսն են: Ես սպասում եմ, որ լավ առաջարկ լինի, այսինքն հարմար առաջարկ չեմ ստացել, նաև ուժերս իմ ստուդիայի վրա են կենտրոնացել:
Դերասանը պետք է ունենա իր սկզբունքները և չդավաճանի դրանց, բայց այսօր շատ դերասաններ դավաճանում են այդ սկզբունքներին գումար աշխատելու համար, ինչը սխալ է։ Այսօր շատ ճակերտավոր մարդիկ կան, ովքեր ցավոք սրտի դասվում են դերասանների շարքին։ Այսօր սնկի պես աճել են այսպես կոչված քաստինգ ստուդիաները, ինչին ես շատ վատ եմ նայում։ Օրինակ, իմ ստուդիայում փորձում ենք տալ բարձր գիտելիքներ, ինչը ես անձամբ եմ ստացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր դասախոսներից։ Մենք նաև դիմորդներին նախապատրաստում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննություններին։ Ես ինքս բացահայտել եմ, որ ինտելեկտի 3 տիպ կա՝ ԻԾՆ, որը ցավոք շատ քիչ է հանդիպում, ձեռքբերովի, որը կրկին ցավոք պահանջարկ չունի, և երկուսից ծնված, երբ դա ծնվում է աշխարհընկալողականությունից։ Շատ ժամանակ ինձ զանգում և հարցնում են, թե ինչքան ժամանակից հայտնի կլինենք։ Ես բնականաբար ասում եմ հաջողություն, սա ձեր տեղը չէ։ Արվեստագետը ճանաչված լինելու համար պետք չէ մտնի այս ոլորտ։ Սա մեր ստուդիայի ուսանողներին ամեն կերպ բացատրվում է։ Կարծես թե հիասթափված եք։ Ես արդեն չեմ հիասթափվում։ Հիասթափություն բառն օգտակար և տեղին չէ, որովհետև այն վաղուց իր ժամկետը կորցրել է։ Հիասթափությունը գեղեցիկ է, երբ բարձր արժեքի և բարձր հայացքի նկատմամբ է լինում։ Նկատի ունեք, որ մենք հիմա բարձր արժեքներ չունենք։ Ոչ, ունենք դեռևս հնուց մնացած բարձր արժեքներ և երիտասարդ սերունդների մեջ էլ կան մարդիկ, ովքեր համընդհանուրին ձուլված եմ։